Բարի առավոտ, օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված, մենք եկել ենք արթնանանք ձեզ հետ միասին։ Բարի գարնանային առավոտ, այո, օրդ բարին սկսում է իր աշխատանքը, մոտակա 1 ժամը մնաց է 21 TV եթերում, որտեղ հետաքրքիր հաղորդում ենք։ Եվ որովհետև ձեզ համար աշխատում են շատ մարդիկ, ովքեր գտնում են տեսախցիկի ծաղիկում, բայց նույնպես սրտանց ողջունում են ձեզ եւ այս տեսահոլովակը ամեն ինչ իրենք անում են։ Հատուկ բոլորի համար այս առավոտը։ Վերադարձանք, իհարկե փոխվեց տրամադրությունը, արթնացաք, վստահ ենք, եթե սուրճ չեք խմել, սուրճ խմեք, եթե սուրճ չեք սիրում, ապա թեյ խմեք կամ Եթե թեյ սուրճ չեք խմում, ուղղակի ջուր խմեք կամ առհասարակ նախաճաշը պատրաստեք, կամ մարզվեք ի վերջո, որովհետև առավոտ շուտ շատ լավ է մարմինը մարզել, սպորտով զբաղվել, առողջ սնունդ, առողջ սննդակարգ եւ գնացեք ձեր երազանքների ետևից։ Բայց ամենակարևորը ուրիշի կյանքը մի կերեք ինչ որ օգտակար է, դա շատ կարևոր է։ Դա էլ է շատ կարևոր համաձայն եմ։ Ու ինչու ոչ եղեք նորաձև։ Այո։ Մտածեք ինչ հագնել, ինչպես հագնել, այս հարցում կօգնեն մասնագետները։ Քրիստինա Ասպահին, նորաձևություն։ Ոճային հուշումներ։ Նորմալ է թե ոչ։ Կետեր վերարկուի հետ։ Եթե կոստյումը չափազանց դասական է, ապա նորմալ չէ։ Իսկ եթե մի փոքր սպորտային նոտաներ գոյություն ունի, ուրեմն նորմալ է։ Խոշոր ճարմանդով ֆիրմային գոտի։ Նորմալ չէ, ինչու ցուցադրես ինչ ես կրում, հագնվիր քո համար։ Խոշոր լոգո կրծքավանդակին։ Նորմալ չէ, ապրիր քեզ համար։ Սև դասական գուլպաներ բաց տաբատի հետ։ Նորմալ չէ, տեսքն անընդունելի է։ Գուլպաները պետք է համընկնեն տաբատի գույնի, քանի որ դրանք ոտքերի շարունակությունն են։ Իսկ կոշիկները կարող են լինել ցանկացած գույնի։ Բոլոր կոճակները կոստյումի վրա կոճկելը։ Նորմալ չէ, վերջին կոճակը պետք է միշտ արձակված լինի։ Մեր շատ սիրելի հեռուստատիտողներ, վերադարձանք եւ իմ ամենասիրելի պահն է, երբ պետք է ներկայացնենք տաղավարում գտնող մեր հարգարժան հյուրին։ Ասեմ, որ մեր տաղավարի բույրը արդեն փոխվեց, այո, որովհետեւ մենք ունենք այսօր Հայաստանում եզակի մասնագետ Գևորգ Սիմոնյան, պարֆումեր, ստեղծագործող մարդ, թանգարաններ ստեղծող մարդ ու առհասարակ լի յուրահատկությամբ մարդ տեսակ, ով եկել է ստեղծված մարդ։ Այո, բարի լույս Գևորգ ջան։ Բարի առավոտ։ Շատ ուրախ ենք, որ այս առավոտ մեր տաղավարում ես։ Գևորգ շատ յուրահատուկ անձնավորություն ես, որին անդրադառնում են գրեթե բոլորը, ովքեր իմանում են քո մասին։ Ճիշտ է, դու շատ գաղտնի ես պահում քո թանգարանները, բայց հաջողակներին հաջողվում է լինել քեզ մոտ։ Արի գանք ամենասկզբից, ինչպես միտք ծագեց առհասարակ Հայաստանում դառնալ պարֆումեր։ Կորոնայից հետո այդ ամեն ինչ եղել, միջև էտի դուխիների վաճառքով են զբաղվել, հետո կորոնայից հետո պարֆումեր կինոն եմ նայել ու այդ ամեն ինչից Պարֆումեր ֆիլմից ոգեշնչված։ Իմ սեյնակը դուք գիտեք, սա պարֆումեր կինոյի հետ կապված է, մյուս նպատակը սեր որ մի հատ հենց իր լաբորատորիան սարքեմ, հենց ոնց որ կինոյի մեջ է, այդտենց որ բոլորը գան ընկնեն ուղիղ այդ կինոյի մեջ, ամեն ինչ հավաքի։ Ամեն դեպքում պետք էր մասնագիտանալ, որպեսզի սեփական բույրերը ստեղծել, որտեղից վերցրեցիր այդ գիտելիքները, ինչպես հասկացար ինչի հետ խառնել, որ բույր ստանալ։ Ես շատ սխալներ եմ անում, բայց շատ արագ եմ անում ու բոլորս սովորում սխալների մարդիկ վախում են սխալ անեն, բայց ես 100-ից մի հատ բան է որ ճիշտ է լինում, ինքը արդյունքը լինում է։ Ուսումնասիրելով ամեն ինչը ամեն տեղով ու արդեն տենց ես իսկակ չիմացա այդ ամեն ինչը ոնց եղավ։ Գևորգ, մի հետաքրքիր հարց, այ օրինակ բժիշկները ասում են, որ շատ բույրեր, երբ որ մարդը մոտ շնչում է, ինքը կորցնում է բույրերի տարանջատման այդ մի քիչ շատ է անում։ Դուք չեք կորցրել այդ զգացողությունը։ Բայց ինքը որ շատ է անում, ինքը խառնվում է իրար, հետո կա որ ասած ձեր դուխինը ցանում եք, հետո արդեն չեք զգում, ինքը տենց է կա, էլի։ Ինքը ամեն բույր շատ հոտ քաշելուց արդեն տենց խառնվում է իրար։ Իսկ ո՞նց եք տարանջատում, օրինակ ասենք, երբ որ զգում եք, որ կորցրել եք, օրինակ շատ եք այդ հոտը ստեղծելու համար, ինքը շատ պիտի չանեք, որ մի քիչ զգում եք արդեն բանա, պիտի հետ կայնեք, թողեք, հետո նորից էլի մոտիկանաք դրա։ Որտեղից եք ձեռք բերում ձեր նյութերը, Հիմնականում մեր հայկական ծաղիկներից եմ անում, եթե նա յուղերը քաշում եք։ Հայկական ծաղիկների։ Իմ մոտ էլ ապարատներ կա, Հայաստանում էս ծաղիկներ կա, ոչ մի տեղ չկա ու ինքը արևից ու ջրից է։ Չգիտեմ, դուք չգիտեք, հոկտեմբերում գործարան ենք ունեցել, եթերյան յուղեր են արտադրել ու սովետի վաղ Կրասնի Մոսկվայի մեջ է գնացել, եթե չեմ սխալվում, վայնի բաների մեջ են օգտագործել, ուղղակի ցավոք սրտի գործարանը չկա։ Այսինքն մեր բուսական աշխարհը այնքան հարուստ է, որ մենք դրա մասին տեղյակ չենք, բայց շատ հետաքրքիր ծաղիկներ կան, որոնցից կարելի է ստանալ։ Այո, ու այդ ցավոք
ցավոք սրտի այդ բնակավարը մի քիչ հիմա թույլ է, բայց կարելի է ամեն ինչ անել, ոնց որ մեր կոյնակը գինին են արդեն ուժեղացել 100 տարի առաջ որ մեր կոյնակերվի անում են, բոլորը չէին հավատում, չէ, Ֆրանսիայում բան, բայց հիմա ասենք տեսակ ուր հասավ, նույնն էլ կարա պարֆումը լինի, իր հետ կապված ամեն ինչը, եթե նա յուղերն է, կռեմներն է, հիմա փառք է, սոլիկը հայկական էլ ապրանքներ կան, որ գնալով ավելի զարգանում են ու ավելի առաջ են գնում ու այսօր արդեն արտադրանքը հայկական ավելի գովելու, ավելի որակային է։ Այդ որտեվ արդեն կոնկուրենցիան եւի շատ է, արդեն բոլորը աշխատում են, որ որակային արդեն առաջնահերթ տեղերը լինեն։ Յուղերը, որոնք որ վերցնում եք, հա, այդ եթերային, որոնք որ ծաղիկներից եք ասում, բացի ծաղիկներից նաև այլ բուսական ինչ որ աշխարհից օգտվում եք, այսինքն ինչ որ թփատերևներ, ինչ որ հիմնական ծաղիկներներ, նաև, բայց ընդհանրապես կան որ արմատներից են անում, կա որ ինքը հետո կա ես չէ, բայց կա որ քիմիայով բանով հիմա ամեն ինչը փոխված է, էլի։ Դա առաջ է ուրիշ։ Դուք միայն վերցնում եք ծաղիկներ։ Հա, ես իմ ծաղիկներից եմ անում, իմ եթերային յուղերը։ Ինչպես ծագեց միտք, որ մարդիկ ունենան հնարավորություն գալ քեզ մոտ եւ ստեղծել սեփական բույրը ու այդ բույրերն էլ կրեն իրենց անուն անհատական։ Օրինակ դու կարող ես գնալ վրեժ Կիրակոսյան բույր ստեղծել։ Դա ես հրավիրում եմ, կարող եք գալ։ Իմ մոտ որ հյուրեր են գալի, Անահիտ ջան, բոլորին դա հետաքրքիր էր ու ես տենց իմ հյուրերին թույլ եմ տալիս, իրանք որ պատրաստում են, հետո տեսա ինչ էմոցիա էներգիա է լինում, դրա համար իմ հյուրերին թույլ եմ։ Ես փողով չեմ անում, դա բիզնես չի, մենակ դա իմ հյուրերի համար։ Դու ես որոշում վրեժ, ինչի հետ ինքը դասում է սա ինձ բույրը գալ եւ սա իմ բույրն է։ Դալիս ու տենց ինչ որ դուք պատրաստում եք, տենց ոչ մի անգամ իր կյանքում չեք ունենա, որտեվ ձեր օտարությունն է աշխատում ու որ դուք եք ստեղծում ու առաջի անգամ ու դրանից ոչ ոք չունի, ինքը չի կրկնվում, ռեցեպտը չեմ թողում գրել ու դա շատ ուժեղ էֆեկտ է։ Ամենակարևորը դու վերջում ստանում ես սերտիֆիկատ, որտեղ նշվում է, որ դու ինքդ ստեղծել ես հատուկ բույրը։ Ես եղել եմ, ես ստեղծել եմ իմ բույրը։ Կարող էր Անահիտը չգնալ եւ իր բույրը չստեղծել։ Բոլոր հասնակազմի կարող եք գալ։ Սիրով կգանք։ Ինքը որ գասեք լրիվ ընկնում եք պարֆումեր կինոյի մեջ, երաժշտությունը, լուսերը, նկարները։ Ուրիշ աշխարհում ես հայտնվում։ Անդե դանակները, տապորները, անդե սաղ ցեփերը, կինո ասենք սաղ բան է, էլի, բայց դա կինոն ես մեղջ։ Մի խոսքով ավելի լավ է մեկ անգամ լինել, քան 100 անգամ խոսել։ Գանք այլ գործունեությանը։ Բացի դա դուք ունեք նաև այլ թանգարաններ, որոնք իդեպ շատ լուրջ նշանակություն են մեզ համար, որովհետև ունեն պատմական նշանակություն, գիտական նշանակություն, մի քիչ խոսենք այս մասով, հա, կինոների թանգարան օրինակ։ Հիմա ամեն մի գարաժից մեծ տեսել եք, էլի, որ տեսնում եք, չեք պատկերացնում, գարաժը բացում եք, ամեն գարաժի մեջ ինչ-որ մի բան կա, այդ բոլորն է, ամեն ինչը ես իմ ձեռքում եմ։ Արտակին նայում ես ավտոտնակա, բացում ես եւ հայտնվում ես հրաշքների աշխարհում։ Ինձ դա շատ հավես է, որտեղ մարդկանց որ ուրախացնում ես, էներգիան, էմոցիաները տենում ես, դա ուզում ես ավելի։ Դա դες ապրեցնում է։ Հա, իսկ ֆոտոյի կինոյինը իմ համար ավելի ուժեղ է, որտեղ այնտեղ որ տեսել եք, սա հիմնականն է, որ ես 90 թվերին ես էլ զբաղվում, դե վաղ բոլորը զբաղվում էին ու շատ սիրում եմ ես, էլի։ Դրա համար իմ ամեն ինչ ուզում եմ ավելի զարգացնեմ ու ինչքան կարող եմ հավաքում եմ, որ մարդկանց այդ հայտը որ գալիս են երեխաներին բանի ցույց են տալիս, թե ոնց է ֆոտոն հարվում։ Դե հիմա ինձ լաբորատորիա, իր վաննայով, դեղամներով, ամեն ինչով, որ պատմում են, թե չէ իրանք չգիտեն, գիտեն մենակ այդ 30 ինչպես են այն ժամանակ ինչպես են այո լենտայից վերածել բանի եւ այլն, հետո պլյոնկան ինչպես են դրել, ինչպես մի կոմա սաղ մեր հայ դերասանների նկանեն եմ արել, սաղ ինչքան կա 5 կամերաներ են, որ sense առաջ նկարել են, էլի շատ հավես է, էլի։ Հետո Գևորգ Սիմոնյանի անհատական թանգարանը, այսպես կարելի է։ Համեցեք, կարող եք գալ դուք ձեզ ցույց կտամ։ Բայց ես ուզում եմ հեռուստայտողին հուշել, սիրելիներս, եթե ունեք շատ հին մնացած ձեր տատական, պապական որոշակի իրեր, որոնք ունեն պատմություն, որոնք ունեն պատմական նշանակություն, բայց օրինակ տան նկուղում դրված են եւ որևէ մեկը չի կիրառում կամ օգտագործում, խնդրեմ, կարող եք տալ Գևորգին համալրել թանգարանը եւ մենք ունենանք այդպիսի գեղեցիկ վայր, որտեղ կարող ենք ուսումնասիրել ամենահին ժամացույցներից մինչեւ ամենահին շշերը։ Ֆոտոխցիկները եւ այսինքն։ Հա, իսկապես ինձ թվաց մի պահ, որ ինչ որ հայ ֆիլմի հին թանգարանում եմ գտնվում, որովհետև շատ հետաքրքիր նշանակություն ունեցող իրեր կան, որոնք կարող ես ուսումնասիրել, իմանալ նրանց պատմությունը եւ հասկանալ թե ինչպիսի հետաքրքիր ճանապարհ ենք ունեցել մենք առհասարակ։ Գևորգ Կարորյան, ինչպես ես այդ ամենը հասցնում եւ ինչպես ես համալրում, օրինակ գնում ես առարկաները։ Հա, հիմնականում գնում եմ, կա որ նվիրում են, բայց հիմնականում գնում եմ։
ու իմ գաղտնիքը դա մեջ որ ամեն ինչ արագ եմ անում որ հասցնեմ Մենք զգում ենք խոսքից էլ ենք զգում որ շատ արագ է խոսում չասրացած պատասխան ամեն ինչ շատ արագ եմ անում իսկ ձեզ օրինակ ինչպես կարող են գտնել ու գալ ձեր այս գաղտնիքը արդյոք կբացահայտեք թանգարանների համար կարող են գան կարող Instagram-ով գրեն Գևորգ Սիմոնյան 773 եթե պետքա կուզեն կարող են թանգարաններ ցույց տալ մեծ սիրով գումարով չեմ անում մետի կարամ ընտրյալներն են այսպես ասած այցելում որևէ բիզնես լաչի հետապնդում մեր կինո մեր ֆոտոն դուխիների մեծ դուխիների կոլեկցիա ունեմ էլի հին հավաքում եմ սա մեր տատինեն են ցանը կրասնի Մոսկվան Ստալինը Տրայնոյադի կալոննա ցանը մանկական դե հին ամաներ ունեն որ 3-4000 տարի առաջ մեր հայերն են օգտագործել եթերային յուղեր են բանարել էլի տեսակատար վաղ օգտագործել են ընդհանուր էլի տենց սա խառը ունեմ սովետի լիքը խառը բաներ ունեմ Շատ բարի, ես գիտեմ նաև, որ մեծ դիտումներ հավաքեցիր TikTok-յան հարթակում։ Դա ինչպես եղավ, որ որոշեցիր ի վերջո կիսվել նաև հետևորդների հետ։ Դա պատահական եղավ, ուղղակի ուզեցա այդ հայկականը այդպես սրտանց մարդկանց ցույց տալ ու տեսա որ մարդիկ իրոք հետաքրքրում են ու սաղին շատ հետաքրքիր է, որովհետև մեկի ինքը իր տատին է հիշում, իր ծնողին է հիշում, իր մանկությունն է հիշում։ Դրա համար տենց արեցի ու շատ ուժեղ դիտումներ եղավ, էլի։ Ես էլ չիմացա ոնց եղավ։ Հիմա շարունակում ես ակտիվությունը։ Հա, էլի անում եմ, հա, որ լավ բան է լինում ցույց եմ տալի սրտանց որ մարդիկ է տենան իրանց բոլորին հետաքրքիր է դա Նամանավանդ համացանցում հիմա ինչքան լավ բանի պակաս կա, չէ, Անա։ Այո, իհարկե։ Ինչ ասես տեսնես, իսկ այստեղ գոնե պատմություն ուսումնասիրում, դրա համար հետաքրքրություն է հայկական լիքը բաներ ունեմ, էլի, որ սա ցույց տալիս եմ մարդկանց ուրախացնում։ Գևորգ, արխիվում ինչ նոր գաղափարներ կան, որովհետև դու տեղում այսպես դաթար չես կանգնում եւ որպես անց անդադար նորը հետաքրքիր է։ Հիմա նենցա որ ամեն օր ինչ միտք գալիս է, այս արագի մեջ անում եմ։ Լիքը մարդիկ կա, որ իրանք մտքեր ունեն ու տենց գնում կորում բայց ես չեմ գաղտնիքը դրա մեջ ինչ եղավ այսօր առաջին մեջ առաջներ տանում եմ հիմա ուզում թանգարանս էլի զարգացնեմ ու բայց ամենակարևորը պարֆյումեր կինոյի լաբորատորիան սարքեմ որտեվ էդի ոսենց գան կինոյի սենց ամեն ինչով սենց ուղիղ ընկնեն կինոյի մեջ ընկնվեն այդ ֆիլմի մեջ որտեվ ասենք էսի եմ ես տենում ինչ ուժեղ ռեակցիա կար մարդիկ որ գիրքն կարդացի ավելի կինոն իրանց համար էդի նատուրի շարժ նոր ֆիլմեր չես դիտում Գևորգ ջան ամեն ֆիլմից մի նոր թանգարան ստեղծի հա ամեն մի ֆիլմից են միշտ ամեն ինչ ես շատ ուժեղ խաղում եմ մի բան որ տենում եմ հետո 10 քայլ առաջ տենում եմ տեսակետը շատ ուժեղ է դրա համար արդեն պատկերացնում ինչա ու ամենակարևորը ֆոտոն կինոն եմ ուզում անեմ որտեվ մեծ պատմություն ենք ու այդ ցավոք սրտի իհարկե մենք մեծ պատմություն ունենք ֆիլմ արտադրության մեջ աբսոլյուտ շատ կարևոր է Շնորհակալ ենք շատ Շնորհակալ ենք Գևորգ ջան որ այս առավոտ եկար համեցեք սրտանց Շելիներս եթե ձեզ էլ հետաքրքրեց ու գրավեց ու մտածում եք ինչպես գտնեք վայրը, մենք չենք ասի եթերից վայրը, բարձրապես գրեք Գևորգ Սիմոնյանին, նա կմտածի դուք ընտրյալ եք թե ոչ եւ դուք կլինեք նրա թանգարաններում։ Մարդկանց համար իմ դեպքը բաց է։ Վերջ ինձ թվում է լավ մարդիկ շատ են եւ մեզ դիտողները հատկապես բարի են, որովհետեւ ծրագիրն ինքը կոչվում է օրդ բարի, թող ձեր օրը անցնի բարի, Գևորգ ջան, քեզ էլ միայն հաջողություններ ենք մաղթում, որովհետեւ իսկապես նաեւ մեր բոլորի համար հասարակության համար շատ կարեւոր գործ է կատարում։ Մենք ունենք պակաս նմանատիպ թանգարանների եւ մենք ունենք պակաս այսօր մեր սերնդին նաեւ ցույց տալու մեր պատմությունը, ատրիբուտիկան ու չմոռանալով հինը գնալու կառուցելու նորը, չէ՞ վրեժ։ Ինչու՞ ոչ, նաեւ ստեղծած, այսինքն պարֆումները, որոնք որ յուրօրինակ են աշխարհում եւս կարծում եմ որ իրենց ժամանակի մեջ կգտնեն իրենք ներկայացումը։ Անշուշտ, այլ երկրներից նույնպես մարդիկ պատվիրում են եւ ուզում են իրենց անհատական բույրը, այնպես որ ես կսպասեմ Վրեժ Կիրակոսյան բույրին։ Անպայման, հենց ընտրեմ Անահիտ, քեզ հաստատ այդ օրը առաջին օրը հենց ասելու։ Կասես անպայման։ Շնորհակալ ենք ձեզ, հաջողություն ենք մաղթում եւ վստահ եմ որ հեռուստադիտողների մոտ եւս մեծ հետաքրքրություն կա։ Գնացեք, գտեք ձեր բույրը, եթե դեռևս չեք գտել ձեր բույրը, սիրելի հեռուստադիտողներ։ Ու թող որ սավառնի ոչ միայն եթերում, այլ նաեւ մեր երկրում բարության բույրը, անկախ նրանից, հա, թե ինչ բույր կընտրեք դուք ինքներդ ձեզ համար, սիրելիներս, եղեք բարի, տարածեք բարի, ստեղծագործեք, արեք սիրելի գործը, որովհետեւ եթե մի բանը անում եք սիրով ու սրտանց, ինչպես անում է Գևորգ Սիմոնյանը, վստահաբար կհասնեք հաջողության եւ այդ էներգիան կհասնի նաեւ դիմացինի։ Ձեզ այդ օրդ բարին էր 21 TV-ի եթերում Անահիտ Կիրակոսյանի եւ Վրեժ Կիրակոսյանի հետ միասին։ Մնացեք բարով, մենք սիրում ենք ձեզ։